Փառք Աստծո սիրելի եկեղեցի, որ մենք այս առիթը ունենք հաստատան մեջ լինելու եւ եւս մեկ անգամ լսելու իր խոսքը, որովհետեւ այս խոսքը դեղ ու դարման է, որովհետեւ այս խոսքը միակ միջոցն է այսօր, որ մենք կարող ենք Աստծո մասին էլ ավելի շատ բան իմանալ։ Նրա կամքի մասին շատ բան իմանալ, ծրագրերի մասին շատ բան իմանալ եւ ընդհանրապես շատ բան իմանալ, որովհետև դե կյանքում շատ հարցեր կան, որ մինչ այսօր չեն կարողանում դրա պատասխանը գտնել ի ուրախություն մեզ, որովհետև սա ցույց է տալիս այդ գիտնականների կամ այդ մարդկանց անկարողությունը եւ Աստված շատ անգամներ այս թույլ է տալիս, որպեսզի մարդիկ հասկանան ու տեսնեն, որ ամեն բան այնպես էլ հեշտ չէ եւ ամեն ինչին իրենց պարզ տրամաբանությունով չեն կարող հասկանալ, թե ինչպես դա կարող է այդպես լինել։ Մաթեմատիկայի մեջ 1-ին գումարած 1 գումարած 1 հավասար է 3, բայց Աստծո մոտ դա լինում է 1։ Ոնց։ Երբ որ կլինենք երկնքում, իրենից կհարցնենք, կհասկանանք, թե ինչպես կարող է երրորդությունը մեկ աստվածություն լինել կամ մյուսը եւ լիքը նմանատիպ բաներ, թե ինչպես կարող է արևը 1 օր կանգնած մնա իր տեղը, ինչպես կարող ենք սա բացատրել, երկրաբաններին հարցրեք, աստղաբաններին հարցրեք, մյուսին, տեսեք թե ինչ մեթոդներ կարող են ձեզ առաջարկել, ինչ եղավ, որ դա այդպես եղավ։ Չկա պատասխան եւ սա հրաշալի է, որ չկա պատասխան, որովհետև Աստված հրաշագործ Աստված է եւ մենք նրա զավակներն ենք եւ մենք նրա զավակներն ենք, նրա որդիները, նրա ընտանիքի անդամները։ Սա հրաշալի մի նվեր է Աստծո կողմից սիրելիներս, դրա համար ուզում եմ, որպեսզի այս խորը գիտակցումով գանք ու հասկանանք, թե Աստված ինչ շնորհք է արել մեր նման մեղավոր մարդուն փրկելու, գնելու, օրհնելու, հավիտենականության հարցը լուծելու, իր զավակները դարձնելու, մի խոսքով այս շարանը կարող եմ այսենց գնալ։ Տեսնում եք ինչ ձևի Աստված ունենք ու ինչ հրաշալի Տեր ունենք մեր կյանքերում, սիրելիներս։ Դրա համար ես ամեն անգամ, երբ որ առիթ ենք ունենում հավաքվելու Աստծո ներկայության մեջ, հավաքվելու իր տան մեջ եւ Աստծո խոսքը ուսումնասիրելու, սա իմ համար մեծ ուրախություն է։ Այո, տարիներ շարունակ ինձի զորով են եկեղեցի տարել։ Ստիպմամբ են տարել, ինչ որ բան խոսք տալով են տարել։ Իմ մայրս ամեն ինչ անում էր, որ ես եկեղեցում լինեի։ Բայց գիտեք, երբ որ մարդու կյանքում տեղի է ունենում մի բան, դա փոխում է ամբողջովին։ 180 աստիճան փոխում է ամեն բան մեր կյանքում տակն ու վրա անելով եւ մեր ներսից բորբոքելով, ասելով, որ սա է Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Եվ հրաշալի է, որ մենք այսօր հավաքված ենք հենց այդ Աստծո անվան շուրջ։ Այսօրվա նյութը, որ պետք է մենք խոսենք, արձանագրված է Մատթեոս ավետարան 16-րդ գլուխ 13-ից 18 համարները պետք է մենք այսօր միասին ուսումնասիրենք, շատերը արդեն անգիր գիտեն այս հատվածը։ Երևի մեր մանուկները շատ անգամներ այստեղից ասել են այս սուրբգրային համարները։ Շատերս որպես գիտություն կարող է կարդացել եւ անցել ենք։ Շատերին ծանոթ է այս հատվածը, միգուցե տարիներ առաջ կարդացել կամ ուսումնասիրել են կամ ինչ-որ քարոզ են լսել, բայց ուզում եմ, որպեսզի մենք այսօր գանք այս սկզբունքով, Տեր, եկել ենք քեզանից լսելու, եկել ենք քեզ էլ ավելի ճանաչելու, եկել ենք քեզ էլ ավելի մոտիկանալու եւ հասկանալու քեզ, որովհետեւ գիտեք ինչ, ամեն բան բխում է դրանից։ Եք հոգեվոր մարդու կյանքում պարտությունը գալիս է այն ժամանակ, երբ որ ինքը ասում է ես ամեն ինչ գիտեմ։ Գիտեք, երբ որ շինարարության մեջ ինչ որ մեկի հետ աշխատում ես ու
իրեն ինչ որ բան ես ասում է ես գիտեմ ինչ, ասում է ես գիտեմ, բայց անում է ճիշտ դրա հակառակը, իր ասածը չի համապատասխանում իր վկայությանը, իր գործին։ Դրա շատ անգամներ հավատացյալների հետ, երբ որ խոսում ես, ասում է ես գիտեմ, բայց իր գործը չի ցույց տալի, որ ինքը դրա մասին գիտի։ Որովհետև եթե դու գիտես, որ կարմիր լույսի տակով անցնելը մեծ տուգանք է քո համար, պիտի չանցնես։ Բայց եթե գիտես ու ամեն անգամ անում ես, դա իմաստության պակաս է, չգիտեմ, ինչ կուզեք ասեք։ Դրա համար այսօր մենք Աստծո տան մեջ ենք, որպեսզի Աստծո մասին ել ավելի մի հատ բան իմանանք, ճշմարտություն իմանանք։ Եթե սրա մասին գիտենք, ել ավելի ամրապնդվի մեր կյանքերի մեջ ու այս դռներից երբ որ դուրս գանք, ասենք, Տեր իրոք ես քեզի յուրովի ճանաչեցի այսօր։ Ես քեզ մի ուրիշ ձևի ճանաչեցի, որովհետև այս արտահայտությունը, որ արեց Պետրոսը, քիչ հետո մենք կկարդանք, որ դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին, նա ժամանակներ առաջ եւ ժամանակներ հետո ուրիշ վկայություններ ուներ, ուրիշ կյանք ուներ։ Դեք ժամանակ է գալիս մեր կյանքում մենք արտահայտություններ ենք անում, բայց հետո մեր գործը շատ անգամներ դրա մասին չի խոսում։ Քավլիցի ես այստեղ մեղադրական հոգիով չեմ եկել, որ Պետրոսին մեղադրեմ, ասեմ ինքը հետո ուրացավ։ Մենք ավելին ենք անում։ Ինքը սենց արեց, մենք ավելին ենք անում, բայց Աստծո սերն ու ողորմությունը այնքան հրաշալի է, որ այսպիսի մարդկանցով, այսպիսի մարդկանց դավանությունով ստեղծում է իր եկեղեցին։ Իր եկեղեցին։ Եվ այն եկեղեցին, որ ասում է դժոխքի դռները չպիտի հաղթեն։ Ես արդեն թեման կարդում եմ ոնց որ հատվածը կարդում եմ, եկեք բացենք եւ միասին կարդանք այս հատվածը։ Մատթեոս ավետարան 16-րդ գլուխ 13-ից 18 համարները։ Եվ Հիսուս դուրս գնաց Փիլիպիա Կեսարիայի կողմերով եւ իր աշակերտներին հարցնում էր եւ ասում. Մարդիկ ինձ համար ով են ասում, որ մարդի որդին լինի։ Նրանք էլ ասեցին, ոմանք Հովանես Մկրտիչն են ասում է։ Եվ մյուսներն էլ ասում են, որ Եղիան է։ Ուրիշներն էլ ասում են, որ ով է, Երեմիան է եկել։ Կամ մարգարեներից մեկն է։ Նրանց ասեց. Իսկ դուք ով եք ասում ինձ համար, թե որ ես լինեմ։ Սիմոն Պետրոսը պատասխան տվեց եւ ասեց. Դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին։ Եվ Հիսուսը պատասխանեց նրան եւ ասեց. Երանի քեզ, Սիմոն Հովնանի որդի, որովհետեւ մարմինը եւ արյունը չհայտնեց քեզ, բայց իմ հայրը, որ երկնքումն է։ Խնդրում եմ, որպեսզի ամեն արտահայտությանը ուշադրություն դարձնենք, որովհետեւ այստեղ շատ խորը ճշմարտություններ եւ վարդապետություն կա։ Եվ 18 համարի մեջ ասում է. Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոսը։ Եվ այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն հաղթի։ Ամեն։ Այս մի քանի համարները, որ պետք է այսօր մենք միասին ուսումնասիրենք ու տեսնենք, թե ինչ հրաշալի դասեր կա, որ Աստված այս հատվածով ուզում է իր եկեղեցում սովորեցնել։ Գիտեք, նկատած կլինեք, երբ որ երեխաները ինչ որ մի բան են տեսնում, որ իրենց համար դա շատ անհասանելի է կամ անընկալելի, գիտեք, իրենց էմոցիաները իրենց մեջ չեն կարողանում թաքցնել, չէ՞։ Ու ասես բարձր ձանով, չէ՞, ის ինչ է, մեր թորնիկին երբ որ ասում ենք զարմացի, ինքը միշտ զարմանում է, անկախ ամեն ինչից, ամեն բանի վրա։ Եվ գիտեք, երեխաները, երբ որ չգիտեմ, մի հատ մեծ ինչ որ կարուսել են տեսնում, շատ ուրախանում են, մի հատ մեծ խաղալիք են տեսնում, շատ ուրախանում են, մի հատ մեծ ինչ որ բան են տեսնում, որ իրենք առաջին անգամ էին տեսել, շատ ուրախանում էին։ Ես սա վերագրում եմ հավատացյալների, Աստծո ժողովրդի վրա։ Երբ որ մի հատ նոր բան ենք մենք Աստծո վերաբերյալ տեսնում կամ սովորում, նրա բնույթը, նրա գործելակերպը, նրա մտածելակերպը ինչ զգացողություն է մեր կյանքում։ Դեք ես պարզապես էլ ավելի եմ խոնարհվում։ Սիրտս լցվում է ուրախությունով։ Ասում Տեր, ինչ հրաշալի ես դու։ Ում եմ հավատում ես։ Ում եմ ծառայում ես։ Ում եմ ճանաչում իմ կյանքում։
Ինչ հրաշալի պատիվ է սա, որ ես ամեն անգամ այստեղ նստած այս աթոռներին նստած լսում եմ եղբայրների կողմից հնչված այս քարոզները, ու ես քեզ էլ ավելի եմ ճանաչում, քո գործելակերպին էլ ավելի եմ, հավիտենական ճշմարտություններն եմ սովորում։ Սիրելի, սա պետք է լինի իմ եւ քո ակնկալիքը, երբ որ գալիս ենք մենք Աստծո տուն։ Դե ես նորից եմ ասում, կարող է ինչ-որ տեղ ինչ-որ ձև դու լսած լինես այն հատվածը, որի մասին քարոզիչը քարոզում է, բայց հավատա դրա մեջ մեծ ճշմարտություն եւ խորություն կա, որ մենք պետք է այսօր լսենք եւ սովորենք։ Դրա համար, սիրելիներս, եկեք զմայլվենք Աստծո հավիտենական ճշմարտությունները, երբ որ նա ինչ-որ բան է սովորեցնում մեզ, իրոք ասենք Տեր, փառք ես այդ լավ ճշմարտության համար, որ դու այսօր սովորեցրեցիր ինձ։ Եվ ուզում եմ այստեղ մենք մեր ուշադրությունը դարձնենք շատ կարևոր մի ճշմարտության վրա, որ այս հատված այսպես վերնագրել եմ Քրիստոսա ճանաչություն, Աստվածա ճանաչություն։ Ես չգիտեմ, կարող ենք այսպիսի բազմաթիվ վերնագրեր ասենք, պարզապես սրա տակ ուզում եմ, որպեսզի մենք հասկանանք ու ինքներս մեզի հարց տանք, լավ, ինչ փոփոխություն է բերել Աստված ճանաչությունը իմ կյանքում, Էդոյի կյանքում։ Գիտեք, որովհետև հստակ պետք է ընթացքը լինի, ընթացք պետք է բեկումնայի պահը լինի, մինչև այդ, երբ որ ես չէի ճանաչում Տիրոջը, ունեի այս կյանք, այս ընթացք, այս վկայությունը, բայց երբ որ նրան ճանաչեցի, երբ որ նրան հանդիպեցի, փոխվեց ամեն բան, եւ մենք տեսնում ենք Պողոս առաքյալի կյանք եւ բազմաթիվ այդպիսի մարդկանց կյանքեր եւ այստեղ շատ մարդկանց կյանքեր, որ նրանք կարող են վկայել սրա մասին, ասելով, որ ես երբ որ ճանաչեցի իմ կյանքում այս բաները տեղի ունեցան կամ այս բաներից ես հրաժարվեցի։ Դրա համար այսօր մենք պետք է խոսենք Աստված ճանաչության վրա։ Դեք այս վերը նշված մարդիկ այնպես չէր, որ նրանք չէին ճանաչում Քրիստոսին։ Այդպես է, թե այդպես չէ։ Մարդիկ ինչ են ասում ինձ համար, ով եմ ես։ Ոմանց համար Հովանես Մկրտիչն ես, ոմանց համար Եղիան ես, ոմանց համար մի հատ մարգարե ես, որ եկել ես, ոմանց համար մի հատ բժիշկ ես, ոմանց համար հրաշքանող Աստված ես, ոմանց համար կերակրող Աստված ես, բարերար Աստված ես։ Հարց այսօր Բեթլեհեմ եկեղեցուն։ Ով է Աստված քո համար։ Ով է Հիսուս Քրիստոսը քեզ համար։ Քեզ համար։ Քննիր քո կյանքը ու կտեսնես։ Ու կբռնցնես ինքդ քեզ քո Աստված ճանաչողության, Աստված պաշտության մեջ, սիրելիներս։ Ու համար ես ուզում եմ, որպեսզի մենք այս հատվածը ուսումնասիրելուց մի բան շատ լավ գիտակցենք, որ Աստված ուզում է, որպեսզի իր ժողովուրդը իրեն էլ ավելի ճանաչի։ Չբավարարվենք եղածով, չբավարարվենք ու ասենք, գիտես ինչ, ես գիտեմ, ես ճանաչում եմ Աստված, ես գիտեմ իր որդուն, ես գիտեմ իր գործը, ես գիտեմ իր նպատակը, ես գիտեմ թե ինչ է սպասում, եւ ես վերջացավ այս ամեն ինչը։ Դեք երբ որ մենք աստվածաբանական դպրոց էինք սովորում ու այտենց մեր բարեկամներից հրավեր եղավ իրենց միջոցառմանը մասնակցելու, երբ որ ասեցի չէ, չեմ կարող, որովհետև աստվածաբանական դպրոց կա, ասում եմ, դու ջան 45-47 տարեկան ես, ինչ լսում ենք, սովորում եք, այդ չպրծակ է ձեր սովորելը, չվերջացրիք է ձեր սովորելը։ Դեք մարդկանց մոտ տպավորությունն է, որ մի հատ ընթացք է, այստեղից պիտի սկսենք, այստեղ վերջացնենք, դիպլոմները վերցնենք, գլխարկները դնենք, շորերը հագնենք, նկարվենք, վերջացավ այդ ամեն ինչը, ու հոգևորությունը Աստծուն ճանաչողությունը սրանով էր, մենք ունեցանք ամեն բան։ Ես չեմ ուզում անուններ տալ, մի շատ մտերիմ ընկեր ունեմ, որ նա ծառայող է եկեղեցում, ու երբ որ առիթ եղավ իրանց տունն էինք, ու սենց իրենց միջանցքում պատի վրա 3 հատ այսենց ներքևից դեպի վերև դիպլոմներ էր կամ չգիտեմ տիտղոսներ էր, ես սենց չհասկացա ինչ էր, ու ինքը ասում է, դու ջան, սաղ ունեմ արդեն։ Ինչ որ պետք էր արդեն ունեմ, հանգիստ կարամ թոշակի հետամ ազատ ծառայեմ, ոնց կուզեմ այդպես կանեմ։ Ու ես մտածում ասեմ, Տեր Աստված, ինչ հետաքրքիր է, գիտեք, մարդիկ անգամ ծառայողները, հա, եկեղեցու
կարծես թե մտածում են այս աստվածաբանական դպրոցն է սովորեցի, այս մագիստրատուրան է սովորեցի, այս սեմինարիան էլ սովորեցի, վերջ ինձ էլ ոչ մեկ չի հասնի։ Չկա էլ մեկը, որ կարողանա ինձ հետ մրցել։ Բայց մենք այստեղ տեսնում ենք, որ այս մարդկանց աստվածաբանությունը փլուզվեց, այսպես ասեմ։ Փլուզվեց, երբ որ Հիսուսին խաչեցին, երբ որ Հիսուսին դրեցին գերեզմանը, մարդիկ տակնու վրա եղան։ Մարդիկ չէին պատկերացնում, որ նա չպետք է մնար գերեզմանում, այլ պետք է երրորդ օրը հարություն առներ։ Պատկերացնում եք մարդկանց վիճակը, որոնք քայլում էին Հիսուսի հետ, սովորում էին իրենից ամեն օր, ամեն ժամ առիթ էին ունենում նրա հետ շփվելու։ Բայց արի ու տես, կյանքում իրավիճակի մեջ ես ընկնում, որ չես կարողանում ճիշտ կողմնորոշել, բայց ես Աստծուն փառք եմ տալիս ամեն բանի համար, ինչ որ տեղի է ունեցել, որովհետև Աստված այդ իրավիճակների մեջ դասեր ունի յուրաքանչյուրից սովորեցնելու։ Եվ դա էլ խոսում է Աստվածաշնչի ճշմարտացիության մասին, որ միայն լավ բաները չի, որ այստեղ գրված է։ Մարդիկ իրենց մեղքերի մասին էլ են գրել այստեղ։ Եվ ես չեմ կարծում, որ մեզանից որևիցե մեկը, երբ որ առիթ ունենար ինչ-որ բան գրելու, իր խրթին ծածուկ մեղքերի մասին պետք է այդտեղ արձանագրեր, որ շատերը դրա մասին լսեին, իմանային։ Համար այստեղ մենք տեսնում ենք, որ Աստված կոչ է անում իր ժողովրդին, իր եկեղեցուն, որպեսզի ել ավելի մեր Աստված ճանաչողությունը բարձրանա եւ բարձր սանդղակի վրա լինի, որովհետեւ սա է Տիրոջ կամքը միանշանակ կարող եմ ասել, որ Տերը չի ուզում, որպեսզի մենք մնանք նույն վիճակում, այլ ուզում է, որպեսզի քայլ առ քայլ, ժամ առ ժամ, առիթ առ առիթ, որովհետև ամեն անգամ Աստված առիթ է ստեղծում եկեղեցում, ծառայողական, չգիտեմ, քույրական, փոքր խմբեր, պատանյաց, եւ այս ամեն ինչը մի բանի համար է, Աստծուն ճանաչելու, նրան էլ ավելի ճանաչելու, նրա գործերը էլ ավելի տեսնելու։ Եվ մենք այստեղ տեսնում ենք այս հատվածի մեջ 4 կարևոր օգուտներ, 4 կարևոր արդյունքներ, երբ որ դու կճանաչես Աստծուն եւ այդ հրաշալի օրհնությունները կհետապնդեն քեզ քո կյանքում։ Հատվածի մեջ մենք կտեսնենք 4 կարևոր բաներ։ Ուզում եմ, որպեսզի մեր ուշադրությունը այստեղ դարձնենք 13 եւ 14 համարների վրա։ Եվ ասում է, եւ Հիսուս դուրս գնաց Փիլիպիայի Կեսարիայի կողմերը եւ իր աշակերտներին հարցնում, ասում էր, մարդիկ ինձ համար ով են ասում, որ մարդի որդին լինի։ Նրանք էլ ասեցին, ոմանք Հովանես Մկրտիչը, մյուսները Եղիան, մյուսները Երեմիան, մի խոսքով մարգարեներից ինչ որ մեկը։ Մենք այստեղ տեսնում ենք, որ առաջին բանը, որ մարդիկ չունեին, սա էր Աստծո մասին ճիշտ պատկերացում չունեին։ Լավ, նրանք դա են ասում, դուք ինչ եք ասում։ Դուք ինչ եք ասում, այստեղ շատ կարևոր է, սիրելիներս, որպեսզի իմ եւ քո Աստված ճանաչողությունը շատ կարևոր մի ուղղության վրա դրված լինի, որովհետեւ դրանից է բխում իմ եւ քո հետագա ինչը գործերը։ Դեք մարդը, երբ որ չի պատկերացնում ինչ պետք է լինի, ինքը չի կարողանում որևիցե բան անել։ Ես այդպես եմ։ Որպես շինարար կարող եմ ասել, եթե մի գործի վերջը չեմ պատկերացնում, չեմ կարողանում անել։ Եվ նույնն էլ կարող ենք մենք հոգևոր կյանքում, եթե դու մի բանի վերջը չես պատկերացնում, չես հասկանում, պարզապես դու ժամանակի կորուստ ես, այսպես ասեմ, վատնում։ Ինչ որ մեկի համար ես այս ամեն ինչը անում, ես չգիտեմ։ Դրա համար այստեղ շատ կարևոր է, որպեսզի ես եւ դու ճանաչենք Տիրոջը։ Ճանաչենք Տիրոջը, այստեղ մենք տեսնում ենք, որպեսզի ել ավելի մեր պատկերացումը, մեր, ասենց ասեմ, ջիտությունը ել ավելի հիմնված լինի Սուրբ գրային հատվածների վրա, Հովանու ավետարանի մեջ 8-րդ գլուխ 32 համար, այսօր Վիկտորիային է ես սովորացրել այդ ոսկեղեն համարը, հիշում եք, որ ասեց։ Եվ ճշմարտությունը կճանաչեք, եւ ճշմարտությունը ինչ կանի։ Ճշմարտությունը կազատի ձեզ։ Հասկանում եք, ճանաչել ճշմարտությունը, սա փոխում է մարդու կյանքը ամբողջովին։ Սա փոխում է մարդու գործելակերպը, ընթացքը, միտքը, սիրտը, էությունը։ Ես ոչ մի բան, ես
Վստահ կարող եմ ասել, որ շատ վկայություններ եմ լսել, որ ծնողները ինչքան ասես դաստիարակել են երեխային, բայց երեխան չի եղել այն ինչ որ իրանք էին ակնկալում։ Ուրիշ ուղղությունով է գնացել։ Ուրիշ ընտրություններ է արել իր կյանքում։ Ուրիշ գործերի հետևից է գնացել, բայց արի ու տես, որ Աստված մեկ ակնթարթում կարողացել է այդ մարդու կյանքում այդ հարցը լուծել։ Աստված ճանաչողությունը, սիրելիներս, փոխում է մարդու կյանքը, պատկերացումները, ամեն բան։ Դրա համար ես այստեղ ուզում եմ առաջին կարևոր բանը, որի վրա մենք ուշադրություն պետք է դարձնենք, ճիշտ պատկերացում է պետք ունենալ Աստծո մասին։ Ճիշտ պատկերացում։ Ով է այդ Աստվածը քեզ համար։ Ով է այդ Աստվածը քեզ համար։ Եթե այդ Աստվածը քո կյանքում որպես մի բարերար Աստված է եղել, դու ինչ որ մեկի հետ խոսալուց պետք է ավելի շատ շեշտը դնես դրա վրա, որովհետև ինքը քեզ բարություն արեց, դրա համար դու ինչ արեցիր, ճանաչեցիր իրան։ Եվ շատ անգամներ իրոք տեսնում ենք, երբ որ մարդիկ ինչ որ մեկին խոսում են, հրավիրում են, Աստծո մասին են ուզում ինչ որ բաներ պատմել, տեսնում ես, որ շեշտը բոլորովին ուրիշ բանի վրա է դրված։ Ես չեմ ուզում շատ օրինակներ բերել, բայց դուք ինքներդ կարող եք հիմա մտաբերել, ինքներդ ձեզ էլ դրա մեջ բռնացնել։ Ինքներդ ձեզ էլ դրա մեջ բռնացնել։ Ով է Աստված, ով է Հիսուս Քրիստոս իմ եւ քո համար։ Հարցին կարող ես պատասխանել քո սրտի մեջ, քո կյանքում։ Դեք շատերը իրեն հետևեցին, այսօր եղբայրը երբ որ հատվածը կարդաց, հատվածի մեջ էլ այդ ակնարկը կար, այդ ճշմարտությունը կար։ Շատերը նրան հետևում էին, որովհետև հրաշքներ տեսան։ Շատերը նրան հետևում էին, որովհետև կշտացան, կերան կշտացան։ Սոց ցանցում մի տեսահոլովակ է, ասես պտտվում, որ մի հատ սևամորթ կնոջ թևը ասես զիգզագ ուղղում են։ Բայց տարբեր տեղեր այս մարդուն բռնացրել են, որ տարբեր եկեղեցիներում մի քանի անգամ այդ բժշկությունը եղել է։ Ու շատերը բղավում են, ծափահարում են, ծնկի են գալիս, գոռում են։ Չկա այստեղ Աստված ճանաչողություն, այստեղ անձն է եւ գործողությունը։ Դրա համար Հիսուս ասեց. ինձ հետևում եք, որովհետև կերակ եւ կշտացակ դրա համար։ Նայեք, եթե քո շեշտադրումը ուրիշ է ասում է, հուսախաբ ես լինելու վերջում։ Թրջունները բույներ ունեն, աղվեսները որջեր ունեն, բայց մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի։ Դրա համար սիրելիներս, այստեղ ինչ էր ուզում Հիսուս լսեր, ինչ էր ուզում լսեր իր աշակերտներից, այն մարդկանցից, որոնց վրա իր լավագույնը արեց, որոնց համար լավագույնը արեց, որպեսզի նրանք դառնան այն անձնավորությունները, որ ավետարանը պիտի տանեն աշխարհի բոլոր ծայրերը։ Եվ Պետրոս այս արտահայտությունը արեց. դու ես Քրիստոսը, դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Դրա համար Հիսուս այսօր այս ակնկալիքը ունի ամեն մի հավատացյալից։ Եթե մինչև այսօր քո շեշտադրումները ուրիշ է եղել, ու այդ Հիսուսին դու ներկայացրել ես մարդկանց մոտ որպես մի բարերար, որպես բարեկամ, այսօր շատ sense արտահայտություններ կա, չէ՞, Հիսուսը իմ լավ, կներեք ես արտահայտությունը անգամ բեմից չեմ ուզում անեմ, իմ լավ աղբերն է, իմ չգիտեմ ինչն է։ Դեք սիրտս տրտմում է, երբ որ այսպիսի արտահայտություններ եմ լսում։ Եթե քո աղբերն է, դու պիտի իր հետ ուրեմն այդ ձևի ապրես։ Բայց եթե չկա եւ տեր եւ ծառա այս, հա, հարաբերակցությունը, չկա այդ խոնարհումը, չկա այդ նվիրումը, չկա այն գնահատականը քո մեջ, որ դու արժանի չէիր, բայց Աստված ողորմեց եւ արժանացրեց իր շնորհքով մեր կյանքերի մեջ, սիրելիներս։ Դրա համար այստեղ առաջին բանը մարդու կյանքում սա է պետք, ճիշտ պատկերացում
Քրիստոսի նկատմամբ, Աստված ճանաչողության։ Երբ որ դու կարդում ես Սուրբ Գիրքը, որն է քո նպատակը։ Ճանաչել հեղինակին, թե ճանաչել այս մարդուն, որը որ գրեց։ Երբ որ դու կարդում ես Սուրբ Գիրքը, որն է քո նպատակը, գտնել ինչ-որ հատված, որ երբ որ հանդիպում ունենաս այն քրոջ կամ եղբոր հետ կարողանաս հանդիմանել իրան, թե դու կարդում ես, որպեսզի դու փոխվես, դու ճանաչես Քրիստոսին, դու տեսնես իր մեծ գործերը։ Դեք անկեղծ եմ ասում ձեզ, շատ մարդիկ Սուրբ Գիրքը կարդում են ուրիշի համար։ Մի բան գտնեմ, որ գնամ ես դրա տեղը դնեմ, որ ինքը հասկանա, որ ինքը սենց է, բայց ես սենց եմ։ Փոխիր ընթացքդ։ Դեք մի հատ արտահայտություն կա, ասում է, երբ որ ես պատանի էի, ուզում էի փոխեի ամբողջ աշխարհը, ուզում էի փոխեի բոլորին, իմ ծնողներին, ասում եմ, բայց երբ որ մեծացա, հասկացա, որ պետք է փոխեմ ինքս ինձ։ Եք մեծանանք, սիրելիներս։ Փոխենք ինքներս մեզ։ Ու երբ որ կփոխենք ինքներս մեզ, որպես ընտանիքի հայր, կփոխվի մեր սերունդը։ Որպես մի ծառայության օղակի առաջնորդ կփոխվեն այն մարդիկ, որոնք որ քո հետ այդ ծառայությունն են անում, որպես մայր, որպես քույր, ամեն մեկս կարող ենք մեր վրա վերցնել։ Եկեք փոխվենք, եկեք ճանաչենք Քրիստոսին։ Եկեք ել ավելի մոտիկից ճանաչենք նրան։ Մենք երգ ունենք, չէ՞ որքան մոտենում եմ քեզ, այնքան մեծ ես դու Տեր։ Հակոբոս առաքյալը իր թղթի մեջ ասում է մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Դեք որքան մոտիկանում ես իրեն, տեսնում ես իր մեծությունը, իր հզոր լինելը, իր գեր հզոր լինելը, բայց որքան որ հեռու ես իրենից, նա փոքր, մի փոքրիկ բան է, որ այսպես կարող ես մատներիդ արանքը տեղավորել։ Եկեք մոտիկանանք Աստծուն եւ կտեսնենք նրա մեծությունը ու կտեսնենք մեր փոքրությունը։ Շատ անգամներ ինչու հոգեվոր մարդու կյանքում այդ լուրջ փոփոխությունը չկա, որովհետեւ ինքը չի պատկերացնում, թե ինչ Աստծո հետ գործ ունի։ Երբ որ դու հասկանաս տերերի Տերը, թագավորների թագավորը, բարձրում բնակվող Աստվածը հաճեց, իջավ, մարդացավ, ծառայի կերպարանք ակավ, իմ եւ քո լավագույն արեց, որ ես ու դու հավիտենականությունը ժառանգենք։ Ես չեմ կարծում, որ պետք է դիվանի վրա պարկած ոտդ ոտի վրա գցած նրան պաշտես եւ երկրպագես, այլ կխոնարհվես մինչեւ գետին իր առջև։ Ծնկներդ կծալվի իր առջև։ Դրա համար եկեք ել ավելի մոտիկից ճանաչենք մեր Տիրոջը։ Երկրորդ կարևոր բանի վրա ուզում եմ մեր ուշադրությունը այստեղ դարձնեմ 16 համարի մեջ, տեսեք ինչ իրադարձություն եղավ, երբ որ դու ճիշտ պատկերացում ունես, արդեն քո դավանությունը ինչ է, ճշմարիտ դավանություն է, որովհետև այստեղ նա ճշմարտությունը հռչակեց։ Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Գալիս է մարդու կյանքում ճշմարիտ աստվածպաշտությունը։ Գալիս է մարդու կյանքում ճշմարիտ դավանությունը, որ կարողանում է մարդը այս արտահայտությունը անել, հասկանալով, խորապես գիտակցելով։ Ես նորից եմ ասում, եթե դու նրան ընդունում ես որպես մի բարեգործ, նրա հետ ապրում ես այնպես, երբ որ դու նեղության մեջ ես, նրան ես հիշում, որովհետև հիշում ես, որ ինքը բարի գործեր է անում քո կյանքում։ Երբ որ նա քո համար միայն բժիշկ է, հիվանդության ժամանակ ես դու միայն նրան հիշում եւ վստահում։ Երբ որ նա պարզապես քեզ կերակրողն է, սոված ժամանակ ես միայն նրան հիշում եւ կարող ենք այս շարքը այսպես շարունակել։ Բայց երբ որ նա քո Տերն է, քո Փրկիչն է, այստեղ շատ կարևոր դավանություն է գալիս քո կյանքում, ասելով, որ դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Դրա համար Հովանու ավետարան, եթե մենք բացենք 17-րդ գլուխ քահանայապետական աղոթքի մեջ, ես ուզում եմ մի արտահայտություն այստեղ կարդալ 3-րդ համարը, 17-րդ գլուխ 3-րդ համար։ Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչենք քեզ,
միայն ճշմարիտ Աստված եւ նրան, որ ուղարկեցիր Հիսուս Քրիստոսին։ Եվ սա է ճշմարտությունը։ Եվ սա է ճշմարտությունը, որ Աստված ուզում է, որպեսզի ամեն մեկս ճանաչենք այդ ճշմարտությանը, ճանաչենք Հիսուս Քրիստոսին, որովհետև բավական է մարդը ճանաչի իր կյանքում պիտի փոխվի ամեն բան։ Նրա կյանքում պիտի գա այս դավանությունը, նրա կյանքում պիտի գա այս հռչակումը, այս հրաշալի ճշմարտությունը։ Եվ գիտեք, սրա մեջ ուզում եմ, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք մի շատ կարևոր առանցքային նշանակություն ունեցող մի ճշմարտության վրա, որ չենք կարող սա պարզապես սենց կարդալ ու անցնել։ Եթե նկատեցիք, այստեղ արտահայտություն կա, ասում է երանի քեզ Պետրոս, որովհետև ինչ։ Որովհետև մարմինը եւ ինչ։ Արյունը քեզ չէր, որ դրա մասին սովորեցրեց, այլով։ Ուրեմն մարդը ինչքան էլ ուզում է կներեք արտահայտության համար խորամանկ լինել, իմաստուն լինել, կրթված լինել, ամեն բան իմանալ, նա չի կարող Տիրոջ անունը իր վրա վերցնել, իր բերանով վերցնել ու դավանել ու այս արտահայտությունը անել։ Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Սա Աստծո գործն է, որ դնում է մարդու կյանքում, որ նա կարողանա ճանաչել իր արարչին, սիրելիներս։ Ահա այստեղ մենք տեսնում ենք մարդու գործ, թե Աստծո կատարած գործը, որովհետև մենք այստեղ տեսնում ենք Աստծո հրաշալի գործը, որ նա արեց Պետրոսի կյանքում։ Հայրը, որ երկնքում է, ինքը քեզ հայտնեց, որ դու կարողանաս այդ դավանությունը անել։ Եթե ոչ, դու չէիր կարող այդ արտահայտությունը անել։ Դրա համար սիրելիներս, պետք է ամեն բան վերագրել Տիրոջ ու հասկանալ, որ իրոք Տեր, սա քո կատարած գործն է։ Անկամ այն մտահոգությունը, որ դու ունես, որ քո ժողովուրդը ամեն անգամ քեզ էլ ավելի ճանաչի, դու արդեն դրել ես այդ, հոգացել ես այդ ամեն ինչը, որպեսզի մենք քեզ էլ ավելի ճանաչենք, որ դրա հետևանքը, դրա արդյունքը մեր կյանքում լինի մեր դավանությունը։ Եվ քո դավանությունը պետք է երևա ամեն մթնոլորտում, ամեն տեղ, կյանքի յուրաքանչյուր փուլերում։ Ոչ թե միայն այն ժամանակ, երբ որ սառնարանը կբացես, էլ տեղ չի լինի։ Կամ հաշիվներդ կստուգես, կասես, ես ինչ լավն է։ Դա աղսի որ վերջանա։ Եվ այսպես շարունակ։ Ինչ է քո դավանությունը, երբ որ նեղություն կա քո կյանքում, երբ որ փոթորիկներ կան քո կյանքում։ Ես ինչ օրի ենք, ես ինչ շան օրի ենք, չէ։ Ախր սենց բան կլինի, խի բդի սենց լինի, խի բդի սենց լիներ, կամ նենց, ու սկսում ենք ինչ։ Սիրելիներս, անկախ ամեն ինչից, բդի մեզ կյանքում որևիցե բան չփոխի, որովհետև սա ճշմարտություն է, հավիտենական ճշմարտություն։ Դրա համար մենք ամեն անգամ, երբ որ մարդկանց ինչ մկրտում ենք, այս կարևոր դավանությունն ենք ասում, հավատում ես, մկրտվող, դու հավատում ես, որ Հիսուսն է Քրիստոսը, կենդանի Աստծո որդին, որ եկավ աշխարհ, խաչվեց մեղավորի համար, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ եւ երկնքում ին եւ քո համար տեղ պատրաստեց։ Հավատում ես։ Այո, հավատում եմ։ Սա մկրտության քննությունն է։ Լավ, անգիր արեք։ Սիրելի Բեթլեհեմ եկեղեցի, ես ուզում եմ, որպեսզի իրոք ամեն մեկս այս սրտով եւ այս խորը գիտակցությամբ գանք։ Երբ որ առավոտյան վեր կկենանք եւ եկեղեցի գալու կլինենք կամ չգիտեմ, առիթը կունենանք այդ օրը փոքր խմբով հանդիպելու, թող քո աղոթք քեզ լինի, Տեր, ես եկել եմ քեզ ճանաչելու։ Ես եկել եմ քո գործերը ճանաչելու։ Ես եկել եմ քեզ ել ավելի լավ ճանաչելու։ Այսօր նամանավանդ երիտասարդության մեջ այս արտահայտությունը կա, չէ, երբ որ ասում ես օրինակ ծանոթանում ենք իրար հետ, որտեղից ես, այս ինչ տեղից, այս ինչին ճանաչում ես, հա հետո։ Օրինակ, այդ բղդոյին ճանաչում եմ, կամ մրդոյին ես ինչ է տալիս քեզ այդ ճանաչումը, չէ։ Դեք մարդիկ միշտ այդ ձևի բաներով են ուզում, ինչ անել, գտնել իրենց ապահովությունը, ես իր անկերն եմ։
Դու ճանաչում ես Հիսուսին։ Դու ճանաչում ես Հիսուսին։ Աստված ճանաչողությունը պիտի փոխի ամեն բան։ Ես էլ դրանցից մեկն եմ եղել, բայց երբ որ դու նրան ճանաչում ես, փոխվում է քո կյանքը, իրոք քո արժեքներն է փոխվում, ամեն բան է փոխվում։ Եվ ծիծաղելի են շատ անգամներ այդ բաները, երբ որ դու հիշում ես, թե ինչերի մեջ ես եղել եւ ինչ բաներն է քո համար արժեքավոր եղել։ Ուրեմն շարունակությունը մենք պետք է ուսումնասիրենք, այստեղ երրորդ կարևոր բանը, որ 18-րդ համարի մեջ է, այս արտահայտությունն է անում 18 առաջին հատված ասում է. ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոսը, որ այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին։ Ուրեմն այստեղ երրորդ կարևոր բանը մենք տեսնում ենք, որ դրանից հետո գալիս է մարդու կյանքում ճիշտ օգտագործվելը։ Ճիշտ նպատակի համար օգտագործվելը։ Ասեք Հիսուսը այստեղ ինչ արտահայտություն արեց. դու ես Պետրոսը, դու ես այն քարը կամ քարիկը, եթե գնանք այդ բանի մեջ, հա, բնագրի մեջ, այն փոքրիկ քարը, որով կստանամ իմ եկեղեցին, որով կշինեմ իմ եկեղեցին։ Եվ այստեղ շատ կարևոր մի արտահայտություն, որ նորից չեն կարող ասես վրայով անցնել, ում եկեղեցին, իմ եկեղեցին, Քրիստոսի եկեղեցին։ Գիտեք, ասում է, այս դավանության վրա կշինեմ իմ եկեղեցին։ Ուրեմն այն եկեղեցին կամ այն խումբը, որը չունի այս դավանությունը, դա եկեղեցի անվանել հնարավոր չէ, սիրելիներս։ Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ այստեղից ասել, եկեղեցու դավանությունը պետք է հիմնված լինի Հիսուս Քրիստոսի կատարած փրկagorցության վրա եւ ոչ թե մարդկային գործելակերպի կամ ինչ-որ շինծու ինչ-որ արտահայտությունների վրա։ Շատ կարևոր արտահայտություն, որ այստեղ արեց Պետրոսին ասելով, այս դավանության վրա է, որ իմ եկեղեցին պիտի շինեմ։ Նայեք, տեսեք, ինչ հրաշալի մի գործողություն է սկսվում հավատացյալի կյանքում, որ նա արդեն օգտագործվում է Աստծո արքայության մեջ գործածվելու։ Պատկերացնում եք, սա ինչ մեծ շնորհք ու ողորմություն է Աստծո կողմից մեզ համար, սիրելի եկեղեցի։ Թե ինչ է ապահովում Աստված իր զավակների կյանքում, երբ որ նրանք ճիշտ պատկերացում ունեն, երբ որ նրանք ճիշտ դավանություն ունեն, դրանից հետո այս ճշմարտությունն է գալիս. քեզ պիտի օգտագործեմ Աստծո թագավորության մեջ։ Եկեղեցին Աստծո սեփականությունն է։ Եկեղեցին Աստծո մտադրությունն է, մտահղացումն է։ Շատ անգամներ, երբ որ մարդիկ այս արտահայտությունն են անում, քո եկեղեցին քանի հոգի է, քո եկեղեցի, դա քոնը չի, Հիսուս Քրիստոսի թափված արյան արժանիքով, նրա ջախջախված մարմնի շնորհիվ գնված եկեղեցին։ Ու տեսեք, Աստված այս եկեղեցին հիմնում է, ստեղծում է այնպիսի մարդկանցով, որոնք որ արժանի չէին։ Հավաքեք այս աշխարհի բոլոր գիտնականների, լավ աստվածաբանների, չգիտեմ ես սրանները, մի կողմ դրեք ամեն բան։ Աստված գիտի իր եկեղեցի շինելը, ինչպես պիտի շինի։ Այն մարդկանցից, որոնք որ պիտի ամաչեցնեն այս աշխարհի գիտուններին։ Այն մարդկանցից, որոնք որ մի ժամանակ հալածի չէին, բայց հիմա քարոզողներ են։ Այս դավանության, այս հիմքի վրա է Աստված հիմնում իր եկեղեցին։ Դրա համար խոսքս ուզում եմ, որպեսզի յուրաքանչյուրս վերցնենք այսպես, ինչ հիմք կա իմ մեջ, ինչ դավանություն կա իմ մեջ, ինչ ժայռ կա, որի վրա կարող եմ ես հենվել։ Ես գիտեք, որպես շինարար կարող եմ ձեզի մի ճշմարտություն ասել, որ շատ անգամներ առնչվել եմ սրա հետ։ Դեք երբ որ շենքը դրսից տեսնում եք գեղեցիկ, բազմաթիվ միլիոններ վրան ծախսած, բայց դրա հիմքը եթե ամուր չի, ժամանակներ հետո դուք կտեսնեք, թե ինչով կավարտվի դա։ Ես մի քանի անգամ առնչություն ունեցել եմ այդպիսի շինարարությունների մեջ լինելու, որ մարդիկ երբ որ հիմքը փորել են ու տեսել են ինչ լավ ժայռ է, շատ չեն խորացել, բայց դու մի ասա դրանից այն կողմ մնացածը ձոր ա եղել։
ժամանակին լիցք են արել։ Այս մարդը այս հիմքը տեսնելով շատ լավ է, գցեք հիմքը սենց։ Ու անցնում է մի քանի տարիներ, այդ երկու հարկը բաժանվում է երկու մասի։ Վերևից այս ձեռքդ կմտներ տան այդ ճեղքի մեջ։ Մենք բոլորս ենք գնացել երևի Գառնի, չէ, Գեղարդեն կողմերին, որտեղ որ հոսում է, ինչ երկու մաս եղած, 4 մաս եղած տներ ենք տեսնում։ Հոգևոր մարդու կյանքն էլ է այսպես տարիների ընթացքում լինում, երբ որ նա ճիշտ հիմքեր չունի իր տակ, երբ որ նա ճիշտ դավանություն չունի, երբ որ նա եկեղեցի չի գալիս Քրիստոսի համար, Տիրոջ համար, այլ հնարավորություններ փնտրելու համար։ Եվ մենք տասնյակ հազարավոր այդպիսի մարդկանց հետ առնչություն ենք ունեցել ապրելու եւ առաջ գնալու։ Բայց նրանք, ովքեր որ ճիշտ հիմքեր կունենան, Աստված իրենց հավիտենական կօգտագործի իր ինչի մեջ, ծրագրի մեջ։ Համար այստեղ մենք տեսնում ենք, որ Պետրոսին ինքը օգտագործեց Աստծո արքայության ընդարձակման համար, Աստծո արքայության տարածման համար, սիրելիներս, եւ ուզում եմ հատվածը ամփոփել այս կարևոր ճշմարտությունով, որ մենք տեսնում ենք 18 համարի վերջում, որ ամփոփում է այս արտահայտությունով ասելով եւ այս վենի վրա կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները ինչ չեն հաղթահարի։ Ուրեմն Աստված ճանաչողությունը մեր կյանքերում ապահովում է հաղթանակած կյանքեր։ Քրիստոսի մեջ հաղթանակած իր եկեղեցու մեջ, տեսեք այս ամեն բանը երբ որ եղավ, ինքը միայն խոսում էր իր եկեղեցու մասին։ Ու այս երկրի վրա տեղի ունեցող իրադարձությունները ինչ որ տեսնում եք, ինչ որ լուրերով լսում եք, սա պատտվում է մի ճշմարտության շուրջ, իր եկեղեցու շահերից դրդված է ամեն բան անում Աստված։ Եվ նա գալու է իր եկեղեցու հետևից եւ ոչ թե ինչ որ մի հատ կազմակերպության կամ ինչ որ խմբի, նա գալու է հարսի հետևից։ Եվ այսօր ամեն անգամ, երբ որ մենք քարոզում ենք, սա է կոչը, որպեսզի մենք լինենք այդ եկեղեցու մեջ, մենք լինենք Քրիստոսի մեջ, մենք լինենք իր մարմնի մեջ։ Դեք մարդը, երբ որ մի քիչ նեղվում է եկեղեցուց թողում գնում է անառակ որդու նման, երբ որ նրան հարցնում ես, ես տիեզերական եկեղեցու անդամ եմ։ Ծիծաղելի մի հատ պատասխան։ Իսկ տիեզերական եկեղեցին ինչով է բաղկացած, ինչերից է բաղկացած։ Տեղական եկեղեցիներից։ Եթե դու տեղական եկեղեցում չես, ինչպես կարող ես տիեզերական եկեղեցու մասնիկը լինել։ Դրա համար սիրելի եկեղեցի, մենք այսօր պիտի Աստծուն փառք տանք, որ այդ եկեղեցու մի մասն ենք, որովհետև Աստված այդ հաղթանակը ապահովել է իր եկեղեցու համար։ Դժոխքի դռները պիտի չհաղթեն։ Երբ որ ամեն բան կվերջանա, Աստված կվերցնի իր եկեղեցին այս երկրի վրա եւ մենք հավիտյան նրա հետ կլինենք։ Եվ այնտեղ ամեն օր, ինչպես Տիրոջ խոսքն է ասում, նրա հետ կլինենք, նրան կպաշտենք, նրան կերկրպագենք, նրան փառք կտանք, որովհետև այս ամենը արեց իր եկեղեցու համար, իմ եւ քո համար, իր արյունով գնված եկեղեցու համար։ Դրա համար թող Տերը այսօր մեզ այս խորը գիտությամբ լցնի, որպեսզի մենք ել ավելի ճանաչենք իրեն, որովհետև այդ Աստված ճանաչությամբ փոխվում է մարդու պատկերացումը Աստծո նկատմամբ, փոխվում է ամբողջովին, փոխվում է նրա կյանքի դավանությունը, որովհետև մի ժամանակ եթե այսինչ բաներն էր իր համար առաջնային ու շատ կարևոր, ապա հիմա նա ուրիշ բան է դավանում, ասելով որ դու ես Քրիստոսը, Տեր, դու ես կենթանի Աստծո որդին եւ ես քեզ պիտի հետևեմ, քեզ պիտի ծառայեմ։ Եվ դրանից հետո է որ գալիս է այս գեղեցիկ օրհնությունը, որ դու մի մասն ես դառնում Աստծո արքայության մեջ, որ Աստված այդ փոքր քարը Պետրոսը, Ժայռը վերցնում եւ իր Աստծո արքայության մեջ է օգտագործում եւ 4-րդ ապահովում է մեր կյանքերում հրաշալի հաղթանակ Տիրոջ հետ լինելու, հավիտյան լինելու, ժառանգորդներ լինելու։ Թող Տերը հարատապես օրհնի ամեն մեկիս եւ լցնի իր քաղցր ներկայությունով, որ իրոք մենք լինենք
այն անձնավորությունները, որ պետք է ամեն օր մեր Աստված ճանաչողությունը շատացնենք եւ բերենք ել ավելի բարձր սանդղակների վրա։ Թող Տերը օրհնի ամեն մեկի սերներս, եկեք ոտքի կանգնենք եւ աղոթքով գանք Տիրոջ առջև։ Երկնքում բնակվող Աստված, Փառքի Աստված, Տերերի Տեր Աստված, մեր հրաշալի Աստված։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր, քո խոսքիդ համար, քո ճշմարտությունների համար, Տեր, քո շնորհքի համար, որ դու շարունակ հեղեղում ես մեր կյանքում։ Այն հոգատարության համար ենք քեզի փառք տալիս, Տեր, որ դու ամեն անգամ հավատարմորեն քո եկեղեցուն կերակրում ես քո խոսքով, քո ներկայությամբ։ Հայր, շարունակիր գործել մեր մեջ, Տեր։ Շարունակիր մեզ կրթել, դաստիարակել, սովորեցնել, դարձնել այնպիսին, ինչպիսին որ դու ես ուզում։ Մենք չենք ուզում մնալ այդ վիճակի մեջ, այլ ուզում ենք ամեն օր, ժամ առ ժամ, առիթ առ առիթ մեծանալ հոգևորապես, փոխել մեր միտքը, փոխել մեր արժեքները, մեր գործելակերպը, Տեր։ Օգնիր մեզ, Տեր, որ մենք կարողանանք իրոք հասկանալ, իրոք խորանալ քո գեղեցկության մեջ, Տեր։ Ներթափանցել են հավիտենական ճշմարտությունների մեջ, որ շատ անգամներ մեր համար դա անհասանելի է եղել, անհասկանալի է եղել։ Հայր, խնդրում ու աղաչում եմ, որ դու քո հոգով խոսես, կրթես, փոխես, դաստիարակես, Տեր, եւ քո արքայության ընդարձակման մեջ մեզ օգտագործես որպես մի փոքրիկ քարեր, որպես մի փոքրիկ միջոց, հանձնվում ենք քեզ, Տեր, ու խնդրում ու աղաչում ենք, Տերս, որ դու գործես քո եկեղեցու մեջ, քո Բեթլեհեմ եկեղեցու մեջ։ Փառքիդ համար աղոթեցինք, Տեր, չունենք ոչ մի արժանինքներ, այլ խորը գիտակցությամբ հասկանում ենք, որ ամեն բան քեզանից է, քո միջոցով է, դրա համար քո որդու Հիսուսի անունով ենք աղոթում։ Ամեն։